վստահել եմ ու հիմա ցավալին նաև ինչն է, որ դեպքը տեղի է ունենում խաղաղ պայմաններում, ոչ մարտական պայմաններում, խաղաղ պայմաններում։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ մեր գերատեսչությունը, պաշտպանության ոլորտը տեղում չի։ Դա տեղում չի, եթե տեղում լինեն նման դեպքեր չեն լինի։ Տարեվերջին բանակում մահացած 18-ամյա Սմբատ Կիրակոսյանի մայրն է, 43 օր է Արմինե Սահակյանի հարցերն անպատասխան են։ Մեր երկրի ղեկավարությունը ասում է, որ պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Դեպքը տեղի է ունեցել։ Ինձ ով է պատասխան տալու։ Մեր երկիրը ինձ ինչով է պատասխան տալու։ 10 ամիս առաջ որդուն մեծ հույսերով էին ճանապարհել բանակ։ Սպասում էին, որ դեկտեմբերի 14-ին Իջևան կգնան զորամաս Սմբատի տարեդարձը նշելու, սակայն ծնունդից ընդամենը 1 օր առաջ ստանում են սահմռկեցուցիչ լուրը։ Սմբատն այլևս չկա։ Քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սմբատին մահվան հասցնելու համար ծառայակիցն է կալանավորվել։ Քննչականն այլ մանրամասներ չի հայտնում, նշելով, որ ակտիվ քննություն է ընթանում։ Պաշտպանության նախարարը ինչու չի կանգնում ասի հարգելի ծնող, ես քեզ ցավակցում եմ։ Այդ կորստը նաև իմ մեղքի պատճառով է։ Իմ բացողումների պատճառով է, որ ես չեմ կարողանում մի ոլորտ վերահսկեմ, որ այդպես բան է լինում։ Ուրեմն չեն կարողանում վերահսկեն, չէ՞ որ նման բան է լինում։ Զինվորի մահը վիճակագրություն չէ, ընդհատվեց մի երիտասարդ կյանք, որ այնքան երազանքներ ուներ, ոգևորությամբ էր սպասում բանակից հետոին, պատմում է որդեկորույս մայրը։ Բայց չեմ պատկերացնում, որ ամեն մեկը մի հատ ընտանիքի սյուն է։ Մի հատ ընտանիքի ամբողջ կյանք է, որ մի հատ զինվորի, մի հատ երեխու կորուստ, ամբողջ մի հատ ընտանիքի կյանք, այսպես գլխի վրա շրջում է։ Դրանք չեն պատկերացնում, չգիտեն այդ ինչա։ Դա իրանց չի հասնում։ Սմբատը մոր հետ զրույցներում հաճախ է պատմել բանակում տիրող իր համար խորտ բարքերի մասին, զարմացել, թե ինչպես կարող են սպաները չնկատել ագրեսիվ վարքագիծը, ստորացուցիչ բառապաշարն ու տիրող անհավասարությունը։ Զարմանում էր, ասում էր, իրանց մոտ կային տղաներ, որ շատ ագրեսիվ էին։ Իրանց վարքը ահագին ագրեսիվ էր ու դրանից երևի մյուսները ավելի վախենում էին, ավելի կաշկանդված էին, ավելի վախենում էին։ Ինքն ասում էր, ես զարմանում եմ, ոնց կարա զամպալիտը այդ չնկատի։ Այսինքն մենակ զամպալիտ չկան մարդիկ, որ այդ չնկատեն։ Ու ոնց կարա դա բաց թողնվի։ Միշտ այդ էր ասում ես զարմանում եմ, ոնց չեն նկատում, ոնց չեն ինչ-որ բան ասում։ Մայրը հիշում է որդու պատմածները արտոնյալների մասին։ Դատավորի հարազատ, որ շրջում էր թանկարժեք հեռախոսով, շարք կանգնում առանց զինվորական կոշիկի։ Ինչին ոտքերը ցավան, ես ստիպված հագնեմ սապոգներ, որ ոտքերս ցավա, բայց ինչ է այդ մյուսի տղան, այտենց բան չանի, իրան ոչ մեկ չի կարող ասի։ Այդ ինչ է խոսում։ Չի վերացել։ Այդ բանը չի վերացել։ Դա ցավալի է։ Ու որ ասում են վերացել է, չի վերացել։ Քրեական մշակույթը բանակում տիրում է։ Այս անհավասարությունը տեսանելի էր, չէ՞ ղեկավար կազմին, հարցնում է երիտասարդ կինը։ Արդյոք որդին այդ բարքերի զոհն է դարձել։ Կարծում եմ դա։ Այդ տարբերակին չեմ բացառում, իր տեսակը լինելով, իր ամեն ինչը լինելով, ես մտածում եմ, հա, ինքը դարձել է դրա զոհ։ Ու իր նման լիքը մարդիկ դառնում են դրա զոհ։ Մեկը ուղղակի ուզում է այսպես իրան էս կոմենտով տալով անցնում, մարդը ասում է ինչի համար դրա զոհը դառնամ, ինչի այսպես անեմ։ Այդպես է լինում, հիմնական այդպես է։ Ի վերջո ինքնասպանություն թե սպանություն էր, ծանր կորստի տակ կքած մայրը չի կարողանում կանգ առնել մի պատասխանի վրա։ Կոնկրետ չեմ կարողանում գալ ինչ-որ մի կետի կանգնել ու հասկանալ սենց արել։ Ես նույնիսկ մտածում եմ միգուցե թշնամին է եկել արել ու գնացել։ Ես դա էլ չեմ բացառում։ Ես նույնիսկ մտածում եմ, եթե նույնիսկ կարող է ինքն արել, կողքը ինչ-որ մեկը կանգնել է ու ստիպել է։ Ես այդ տարբերակն եմ մտածում։ Հիմա ես ամեն ինչ մտածում եմ, ամեն ինչ։ Այս ողբերգական դեպքը դիրքերում է եղել։ Մայրը պատմում է, որ չնայած վաշտի մասին բացասական կարծիքին, որդին դիրքերից գոհ էր, ոգևորությամբ էր պատմում այդ մասին։ Ինչ, ինչու, ինչի համար, սքավոր մայրը պատասխաններ չունի, ծեծ չի եղել, որդին չի բողոքել, չի ասել փող ուղարկեք, որ ինչ-որ մեկին տամ, չի ասել, որ անձնական խնդիրներ ունի։ Միակ մեղադրյալ զինվորի մասին խոսելիս մայրն ասում է, այդ տղան մյուսների նկատմամբ իշխող դիրք է ունեցել։ Որդին նաև նրան նկատի ուներ, երբ մորը պատմում էր վատ բարքերի մասին։ Իր ծնունդից մի օր առաջ դեպքը տեղի ունեցել։ Ու չգիտեմ ինչ ձև, ոնց։ Մեկը այդ իմ համար անհասկանալի մի հատ հանելուկ է։
Մինչ Արմինեն փորձում է հասկանալ ինչու է իր կյանքով լեցուն որդին դիրքերում մահացել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր վերջին ասուլիսում խոսում էր շոշափելի արդյունքների եւ կարգապահության բարձրացման մասին։ Ասել էր, անցած տարի բանակում 6 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 2-ը ինքնասպանություն են որակվել, իսկ սպանության դեպք չի եղել։ Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ։ Նախարարի գոհունակությունը հակադրվում է 40-ամյա մոր իրականությանը։ Նա պնդում է, պետք է պատասխանատվության ենթարկվեն ղեկավար զինվորականները, որոնց անգործության հետևանքով երիտասարդ կյանքեր են ընթացվում։ Տղան ասում է. «Էսա բանակը, ես ոնց եմ գնալու ծառայեմ»։ Հիմա ես որպես մայր, ում վստահ եմ, ինչին վստահ եմ։ Տան պատերին սմբատի քանդակներն ու նկարներն են։ Մանկուց ստեղծագործում էր ու պատրաստվում էր բանակից հետո շարունակել ուսումը համալսարանում։ Այսօր այդ երազանքների փոխարեն նրա ընտանիքում անորոշություն է ու վախը ապագայի հանդեպ։ Ոնց բանակ ճանապարհեմ կրտսեր որդուս, հարցնում է թարմ վերքից ուշքի չեկող 40-ամյա մայրը։